Սիրելի քաղաքացիներ, հիշում եմ երիտասարդ էի դեռ և մեր դասղեկին մի փունջ նեզաբուտկա նվիրեցի վերջին զանգի օրոք, այո։ Նեզաբուտկան եղել է միշտ առաջին սիրո ջերմ պատանեկան զգացմունքների սիմվոլ։ Զգում եք ինչ լավ է կապվում հայոց եղեռնի 100 ամյակի տարելիցի հետ։ Բանն այն է, որ Շարմ Խոլդինգը որոշել է, որ մեր այդ տարելիցի տպագրությամբ նոր մի լոգո է լինելու և դա լինելու է նեզաբուտկան։ Շատ հետաքրքիր միտք է, գիտեք, շատ նախ եւ առաջ մենք բոլորս ռուսական կրթություն ունեցողներս վերջապես հասկացանք, որ նեզաբուտկան հայերեն անմոռուկ է։ Տարքիրը, բայց շարմում դա որտեղից հասկացան։ Ինչեր է, ինչպես եղել քննարկում, ես պատկերացնում եմ։ Պես նստած են երևի մարդիկ քննարկում են, թե ինչ է լինելու, սրբույթի կակաչը պիտի լիներ, բայց կակաչը, դե ամեն տարի մենք կակաչ ենք տանում, չէ, այսպես 24 ապրիլի, բայց այդ պահին բացվում է դուռը և մտնում է Շարմ Խոլդինգի հիմնադիր անդամ Ռուբեն Ջաղինյանը և ասում է, брат Джан, это не креативно, понимаешь, давай лучше пусть будет что-нибудь такое концептуальное. Եվ որոշում է նիզաբուտկանը։ Ճիշտ է նիզաբուտկան լավ է, 15 այնքան էլ, այսպես, ինչ ասեմ, ջերմ զգացմունքներ չի ծնում մեզ մոտ, բայց դե ամենայնիվ նիզաբուտկան կմտցնի մի փոքր ռոմանտիզմ և մի փոքր ուրախ թախից եղեռնի գաղափարի մեջ, ված չէ, Ընդհանրապես ամբողջ աշխարհին պետք է նայել կոնցեպտուալ աչքերով, այո։ Կոնցեպտուալիզմը շատ հետաքրքիր բան է։ Երբ որ նայում ես կոնցեպտուալիստի աչքերով, հասկանում ես, որ աշխարհը ուրիշ է։ Փոխվում է շրջակա միջավայրը, փոխվում է արվեստը, փոխվում է ամեն ինչ, բնությունն անգամ, այօրինակ տեսեք։ Օրինակ տեսեք, Մայր Հայաստանի արձանը, բազմիցս ես անդրադարձել եմ այդ արձանին։ Կոնցեպտուալ արվեստի մի նմուշ է, իհարկե։ Կինը կանգնած է, ձեռքում պահած է թուրը։ Թուրը մարմնավորում է ֆալոս, այսպես ասած, իսկ ֆալոսը դա տղամարդն է, այսինքն տղամարդը կնոջ ձեռքում է։ Նա ամեն վայրկյան կարող է այդ տղամարդուն քցել ձորը, բա։ Կամ օրինակ նուրը, որը միշտ մեր կերպարվեստում այսպես օգտագործվում է, նուրը միշտ ճաքած է, ինչու է ճաքած միշտ հարց է ծագում, ինչից է նուրը ճաքում, իհարկե ներկայիս իշխանությունից, բնությունն է կոնցեպտուալ, խնդրեմ, մեր բիբլիական արարած սարը, սիսը և մասիսը, սիսը փոքր է, մասիսը մեծ, իհարկե, հասկանում ես, որ ժամանակին երկու սարն էլ հավասար էին, բայց երբ որ ընկնում է արարատը հայերի ձեռքը, ինչ որ թագավորի մոտիկ բարեկամ փայ է մտնում և մասիսի կեսը տանում է տուն։ Շատ լավ միտք է, նեզաբուտկան շատ լավ միտք է, կարելի էր իհարկե որոշ այլ դեղաբույսեր, այսպես ասած, օգտագործել, ուրցը ճնշում է իջեցնում և միզամուղ է, այո, տատս ասում էր, որ փոփոխը էրեկցիայի համար է լավ, բանը, եզանլեզուն, մատնաշունչը բուժելու անփոխարինելի միջոց է, վարունգը, ով կմտածեր, որ խիարը վարունգը, դա պաշտոնի նման մի բան է, ինչի մասին ենք խոսում, տեսեք սկլերոզերի տարիքային է, այ եթե մի փոքր անմոռուկի թուրմ խմեմ, հիշողությունս մի անգամից կվերականգնվի, տեսեք, հիշեցի, այո, հիշեցի, ես ցանկանում եմ բարձր տրամադրություն և առողջություն, Աստված ձեզ հետ